Ինչ եք կարծում, Փաշինյանը կարող է ձերբակալել կաթողիկոսին։ Հələ խաբար չեմ։ Հələ Փաշինյանի ծարիլ էլի կյանքի մարի լարքում արի չի գա։ Ոչ մի բան չեմ կարծում։ Ես չեմ զբաղվում քաղաքականությամբ։ Չէ, հա, մի հետ է պակասը։ Չգիտեմ, արժան։ Սրա հերնեմ անեցին։ Փաշինյանի էներգետիկան ժամ առաջ պետք է հեռացնեն։ Ես ոնց տեսնում եմ, ժողովրդի մեր անտարբերությունից երկրում ամեն ինչ հնարավոր է։ Չեմ կարծում։ Ինչի՞ համար։ Եկը լինի իրեն ձերբակալի։ Բոլորովին։ Իր իրավասության մեջ չի մտնում դա։ Բայց իրավասության մեջ չի մտնում նաև եկեղեցու գործերին խառնվելու, բայց Իհարկե, ինչ խոսք, համաձայն եմ ձեր հետ, համաձայն։ Եվ ամոթ այդքան զազրախոսություն անել էլի, չի կարելի։ Մեր եկեղեցին ամես վայել այսքան ժամանակ, աղջիկ ջան։ Մենք միասին ենք եղել, միակամ ենք եղել, տենց ոնց կարելի է ախր։ Էս ինչ են անում մեր երկրի հետ, էս ինչ են անում։ Ինչ ասեմ։ Դուք նենց մի հարց եք տալիս, որ վիրավորում են ինձ ոնց որ քրիստոնյա, որ վիրավորում են ոնց որ իմ երկրի քաղաքացի, որը թույլ է տալիս, որ դուք ընդհանրապես կյանքի երևույթների մասին լավ պատկերացում ունեք։ Թորնիկ ջան, դուք թորնիկից տարիքին եք։ Որպես քրիստոնյա, դուք եք իմ պապիկի տարիքին եք։ Մյուս անգամ Ձեր երկրի ղեկավարի հայտարարությունները ձեզ որպես քրիստոնյա չեն Եվ այդ տականքի մասին ես չեմ ուզում լսեմ։ Չի կարող։ Չեմ կարծում այդ սրբապղծությանը գնամ։ Չի կարող։ То չէ, հա, կաթողիկոսը գա հեսա գրենք, հեսա գրի, դատի տատ, то դատախազինը պիտի դատենք Իրանը վրեն։ Նա ով է որ կարեն այն ինչ որ դες բան։ Ինչու է դուրս եկել եկեղեցին դեմ ձեր Որովհետև սա թուրքական թուրք է սա։ Որտեղ գնացել անդեղ Ղարաբաղի համար, բան Շվեյցարիայում մեր կաթողիկոս։ Այդ համար էս իշակը եկեղեցու դեմ դες բան անում, բայց չի իրավունք չունի շատ անագլետել եմ ուժը։ Ոչ եմ եւ այլն։ Ինձ թվում է որ չպետք է որ ձերբակալի։ Չեք ամաչում սենց հարց եք տալիս։ Տիգրան Ուրիխանյանին գիտեք քաղաքական գործիչ, ինքը ասել է որ փորձելու է կաթողիկոսին ձերբակալել Նիկոլ Փաշինյանը։ Լավ, վсё, չեմ խոսում։